Վարդենիսիներ ջան, էսի ադաթա մեր մոտ, որտեղ անում ենք շատ լավ անցնում։ Մի հատ բան իրար հետ քննարկենք։ Ինչա պետություն ունենալը, ինչա ժողովրդավարությունը, ինչա հանրապետություն ունենալը։ Հանրապետություն ունենալը դա երբ ժողովուրդը ընտրում է իր մեջից մի մարդու, ով պետք է կառավարի իրեն, ամեն անգամ ինքն է ընտրում։ Ու տեսնում է թե ինչ գործ արել այդ մարդը, ինչ հետևանք է թողել այդ մարդու աշխատանքը։ Հիմա եկեք նայենք ինչ հետևանք է թողել այսօրվա վարչապետի աշխատանքը Վարդենիսի վրա։ Վարդենիսի վրայի աշխատանք համար 1 Սոտկի հանքը 18 թվականին 950 աշխատող, Սոտկի հանքը 2026 թվականին 450 աշխատող, 500 մարդ աշխատանք չունի։ Փոփոխություն իրենց բերած տարբերություն համար 2 Վարդենիսը ուղի էր տարանցիկ դեպի Արցախ, մարդիկ գալիս, գնում, առևտուր էին անում, շարժ կար։ Փոփոխություն 18-ին դա կար, 26-ին դա չկա։ Տարբերություն համար 3 Վարդենիսը ամբողջական քաղաք էր նորմալ ենթակառուցվածքներով, կար պասպորտի գրասենյակ, ինչպես յուրաքանչյուր քաղաքում։ 18-ին կար, 26-ին այստեղ էլ չկա։ Փոփոխություն համար 4, որ իրենք բերել են Վարդենիսի համար։ Կար բժշկական հետմահու ամբուլատորիա, Էդի խեսմատը լի ուրանց թավտան։ Հիմա չկա։ Տարբերություն 18 թվից 26 թիվ, Փաշինյանի առաջի օրվանից մինչև այսօր համար 5։ Վարդենիսի մասին հակառակորդը իր երազում էլ չէր կարա մտածել։ Այսօր հորջորջում է, որ ինչ-որ մեկը, ինչ-որ ժամանակ ստեղ ապրել է, չնայած ամբողջ տարածած շրջանը հայկական եկեղեցիներ են և աչք ա դրել, վերադարձնել ա ուզում իրանց հայրենակիցներին ստեղ 5 տարբերություն ա տվել կպնձես ժողովուրդ։ Չկա Հայաստանում մաս, որ այսքան վնաս կրի վերջի 8 տարին, քան այս համայնքը։ Մենք ունենք հիշողություն, մենք ունենք կամք։ Այո, ուժեղ։ Վարդենիսը պետք է պատասխանի իրանց, որ այստեղ ապրելու են միայն հայերը, որ այստեղ գործարկվելու են այդ 500 աշխատատեղը, որ այսօր չկա, վերաստեղծվելու են, որ քաղաքային ենթակառուցվածքը ստեղծվելու է, ամբողջ անձնագրային կետը հետավերադառնալու նորմալ քաղաքային տնտեսությունը զարգանալու է։ Սա է ճանապարհը Վարդենիսի համար։ Արել են։ Ժողովրդավարությունը այն է, որ սխալ արածին էլ շանս չեն տալի։ Ձեր քաղաքին ոչ մի լավ բան այս մարդը չի արել։ Ինչու պետք է շանս տանք, որ այստեղ ինչ-որ կողքի ազգեր նկրտումներ ունենան մեր պապական հողերին։ Այդ շանսը իրանց չենք տալու։ 20 օրվա մեջ բոլորս իրար հետ խնդրում եմ, խոսեք ձեր հարևանների հետ, ձեր ընկերների հետ, թող համեմատեն մինչևը ու հիմա աղքատությունը Գեղարքունիքի մարզում 8 տարվա մեջ աճել է։ Ինչ արել ես մարդը, չեմ հասկանում։ Գործազրկությունը աճել է, զբաղվածությունը նվազել է, ծնելիությունը նվազել է։ Ինչ պետք է, ինչ չի արել, որ պետք է անես։ Զաթո յուրաքանչյուր համայնքում եռաբլուր ա դրել, ասում է յուրաքանչյուր համայնքում մի հատ բանը, որ ավելացել է, չեմ էլ ուզում ասել։ Եղբայրական գերեզմանոց, մեր եռաբլուրներն են։ 5 անգամ մեծացրել է։ Ժողովուրդ, ինչու եք անտեսում։ մենք պետք է մեր խոսքը ասենք, մեր հայրենակիցներին էլ ասենք, հմեք նայելով չի,
Հմեկը սուտ ասում։ Ձեր կյանքը նայեք։ Վերջապես Մի հատ հմեք, մի հատ ասֆալտ ու թուրքերը ստեղ են։ Պետք է վերականգնենք մեր պատիվը որպես երկիր ու դա անելու ուժեղ ղեկավարը աշխատանքով, իրար հետ աշխատելով, աշխատատեղերով, բոլորս իրար հետ, մեր հույսը ձեր վրա է, ձեր հույսը թող լինի մեր վրա, առաջ։